Նարեկ Գրիգորյանին։ Հարգելի պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ճիշտն ասած լրիվ համաձայն եմ պարոն Ռուբինյանի հետ եւ նույն ձև ուզում եմ դիմել մեր հարգարժան դիմության գործընկերներին, խնդրելով որ կարելի է քննարկել, քննադատել, սուր քննադատել, վիճել եւ բանավիճել, բայց այդ ամեն ինչը լինի քաղաքական կոնտեքստում եւ ոչ վիրավորական։ Ես ուզում եմ նաև դիմել ձեզ պարոն Կարապետյան, մի քանի ելույթներ արդեն իսկ ձեր խմբակցությունից եւ Հայաստան խմբակցությունից ելույթներ այստեղ եղան, որոնց մեջ կար վիրավորական բառեր։ Այնպես չի, որ մենք չենք կարողանում վիրավորել, բայց մենք մեզ զուսպ ենք պահում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ուզում այստեղ տեսնել հայհոյանքներ, չի ուզում այստեղ տեսնել կռիվներ։ Ինչ վերաբերվում է ընտրությունների կեղծմանը եւ այլին, այստեղ Գեգամ Մանուկյան ասում է, գիտեք, այս խորհրդարանը լեգիտիմ չէ։ Պարոն Գեգամ Մանուկյան, դուք այս խորհրդարանում ազգային ժողովի պատգամավոր եք, այսինքն դուք եկել եք այստեղ ասում եք, որ դուք լեգիտիմ չեք։ Հələ թողենք թե մեր մասին ինչ եք ասում, մենք համաձայն ենք թե չէ, բայց դուք ձեր մասին ասում եք, որ լեգիտիմ չեք։ Կամ եկել են այստեղ ասում են ընտրախախտումներ, ընտրակեղծիքներ, Ժորժան ուզում եմ մի բան ասել, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում դպրոցի հատակի տակ, այդ դպրոցը որ վերանորոգում էինք, դպրոցի հատակի տակից հանեցինք Դեմիրճան Քոչարյանի ժամանակվա քվյաթերթիկները, Դեմիրճան ընտրած քվյաթերթիկները։ Ես ուզում եմ դուք գաք այստեղից ասեք, արդյոք այդ բարոյական է թե բարոյական չէ։ Ուզում եմ գաք, օրինակ այստեղից ասեք, որ չգիտեմ, այնտեղ մենք դատախազությունը եւ այլն ասում են, որ այս մարդը ընտրակաշառք է բաժանել եւ այլն, չեմ ուզում մտնել այս տիրույթ, բայց եկեք իրար հետ քննադատենք, ասենք ընտրակաշառք բաժանողը շանտղա է, շանտղություն ընտրակաշառք բաժանողը։ Ընդ որում ընտրակեղծիք անողն էլ, այո։ Այո, ես կուզեմ Ժողովուրդ, տեղից մի խոսացեք, խնդրում եմ։ Պարոն Ղազինյան։ Տղերք, մի խանգարեք, ես մի րոպե, տղերք։ Մի րոպե։ Ես այդքան որ խոսեցի, կնես չէ որ համաձայն եմ ձեր բոլոր խոսացածների հետ, բայց նես չէ որ խանգարում եմ։ Չէ՞ այսօր առաջին նիստն է, չեմ ուզում որ ուծե բան այլ ձև ձևակերպեմ, բայց հանգիստ։ Այստեղից ասեք, ես լրիվ համաձայն եմ, ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է։ Կգաք այստեղ, դուք ձեր ելույթով այդ ամեն ինչ կասեք։ Տեսեք, Ժորժան, ժողովուրդը հազար ու մի խնդիր ունի։ Այսօր մենք այստեղ այսօր էլ չենք վերջացնի, վաղն էլ մյուս օրներ էլ, օքեյ, մեր աշխատանքն աշխատում ենք, բայց ժողովուրդը հարյուրավոր խնդիրներ կա, հարյուրավոր նախագծեր կա, որ այս խորհրդարանը պետք է ընդունի, որ ժողովրդի մատից մի փուշ հանենք։ Թե չէ 5 տարի նախորդ մեր ընդդիմադիր գործընկերները նույն խոսույթը, նույն բովանդակությունը, նույն այսօր են ասում, 5 տարի այստեղ ուղակի կուզեմ որ ընդդիմությունն էլ աշխատի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին լավ ապրի, թե չէ այսօր մեր խնդիրը նես չի որ մեկս մեկին մի վատ բառ ասեն, մեկը այն մեկի ընտրողները նրան կոպիտ ասած լայք են մյուսի ընտրողները նրան։ Ես ուզում եմ նաև դիմել հարգելի դիմադիր գործընկերներ, ձեզ որ կարելի է նաև ձեր եւ ոչ միայն ձեր, նաև մենք էլ մեր թիմակիցներին հորդորենք, որպեսզի այդ հայոյախառն, վիրավորական եւ այլն այս կոնտեքստից դուրս գանք, որովհետեւ եթե մենք այս տիրույթում մնանք, ոչ մի լավ տեղ չի տանի մեզ։ Տեսեք, այստեղից մի ելույթ եղավ, չեմ կարող չանդրադառնալ, մեկ այստեղից ասում է Ռուբինյանի հարազատները այստեղ ազգային ժողովում են աշխատում, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ պարոն Ռուբինյանը այդ մասին կխոսի, բայց ուզում եմ մի բան ասել, հարգելի դիմադիր գործընկերներ, ձեր սաղ բարեկամները աշխատում են տարբեր պետական կառույցներում, այսինքն եթե ձեր բարեկամն են կամ մեր բարեկամն են, պետք է չաշխատեն, այդ խոսույթն էլ պետք է վերացվի, եթե մարդը մասնագետ է, եթե մարդը տվյալ տեղում անհրաժեշտ է, պետք է աշխատի, ինչի մասին է խոսքը, կամ ինչա նշանակում, ասում է բանը, պարոն չգիտեմ ով էր այստեղից ասած, ինչ-որ դավաճանության մասին, տղերք, մենք այնքան բան կարանք ասենք այդ դավաճանությունների մասին, այնքան պետական գաղտնիքներ բացահայտելու մասին, այնքան բաներ կարող ենք այստեղից ասել, բայց ամոթ է, պետք չի մեկս մյուսին վիրավորել։ Ես իմ առաջին ելույթս ես կասեմ ու կխնդրեմ բոլորիդ եւ կհորդորեմ ազգային ժողովը դարձնենք մի հարթակ, որտեղ հաճույքով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հերոստատություն միացնի եւ նայի, շնորհակալություն։